Ելույթի համար Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն։ Տիկնայք եւ պարոնայք, 2011 թվականի նոյեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը ազդարարեց Հայաստանում նոր դարաշրջանի մեկնարկը։ Մեջբերում եմ, այո, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև։ Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից, հայտարարեց Սերժ Սարգսյանը արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում։ Ըստ ամենայնի, այս կարգախոսը Սերժ Սարգսյանը վերցրել էր որևէ եվրոպական գործչի ճառից, որովհետեւ ժամանակակից աշխարհում իսկապես բիզնեսի եւ իշխանության տարանջատումը ժողովրդավարական իրավական երկրներում չափազանց կարեւոր է։ Ու հիմա այս հայտարարությունից ընդամենը 2 տարի անց մի քիչ ավել ձևավորվում է կառավարություն, որի անդամներից առնվազն 5-ը կարող են հավակնել Հայաստանի 20 ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ զբաղեցնելու համար։ Իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանն ընդհանրապես եռյակի հավակնորդներ են։ Հովիկ Աբրահամյանը անկախության տարիներին ըստ էության գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցնում եւ այդ պետական պաշտոնյա լինելու ընթացքում դարձել է Հայաստանի Հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը։ Հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ, իսկ ընդհանրապես Երևանի փոքր կենտրոնում որ շենքի տակ կանգնում ես, ասում են այս շենքում Հովիկ Աբրահամյանը 2 հարկ ունի։ Դավիթ Հարությունյանը ընդհանրապես այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, որ ինքը վերջին 20-25 տարում ոչ թե պետական պաշտոնյա է եղել, այլ անշարժ գույքի գործակալ։ Մենք Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը դեռ շատ ջուր կտանի, իհարկե դեռ շատ կխոսենք այդ մասին, բայց այս կառավարությունն էլ ունի օֆշորային սկանդալ։ Մոռացել եք 10 տարվա վաղեմության օֆշորային սկանդալը կապված Golden Palace հյուրանոցային համալիրի հետ։ Երբ որ պարզվեց, որ Ճշմարիտյան անունով մեկը օֆշորային գոտում ընկերություն է գրանցել եւ օտար երկրյա ներդրում է արել մանումենտը քանդելու միջոցով։ Ու հետագայում բնականաբար Կարեն Ճշմարիտյանի անունը էկոնոմիկայի նախարար նշվում էր այդ սեփականատերերի ցանկում։ Գագիկ Խաչատրյանը ընդհանրապես դժվար է հասկանալ ինքը ինչով է զբաղված։ Ինչի մասին խոսում են, ասում են Գագիկ Խաչատրյանն է, Յուկոմ, Ապերոն, Մեգաֆուդ, Մեգասպորտ, Մեգաավտո, ինչ ասես կա։ Այս ինչով են զբաղված, իրանք էլ մենք ասում ենք ուրախանում ենք, ասում ենք 5 միլիոն կամ 6.5 միլիոն դոլար են հայտարարագրել, իրանք մտքում խնդում են, ասում են, այդ ինչ թվերա, որ դուք մեզ վերագրում եք, վիրավորվում են մարդիկ հաստատ։ Այս ամեն ինչը, ինչ եմ ասում, որովհետև այդքան խոսում են առավոտից իրիկ ու կոռուպցիայի դեմ պայքար, ձեզ թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի, էս է կոռուպցիան։ Բա Հովիկ Աբրահամյանը ասում է գյուղատնտեսության մասին է խոսում։ Գյուղացիների վիճակը բարելավելու մասին է խոսում, ասում է հող եմ մշակում, բա բացատրեք, մարդը 20 տարի զբաղված է եղել գյուղացիության ոլորտը համակարգող կարևորագույն պաշտոններից մեկը։ 2006 թվականին նա եղել է տարածքային կառավարման համակարգող նախարարի գործառույթներով, համակարգելով նաև գյուղատնտեսության ոլորտը, ու 1.2 միլիոն դոլարի շահույթ հաստատեց գյուղմթերքի վաճառքից։ Իսկ այդ ընթացքում տասնյակ հազարավոր գյուղացիներ ընկել են տոկոսի տակ, տներն են ծախել, փախել են ստեղից, խոպան են գնացել։ Բայց գյուղատնտեսության մասին որ խոսում եք, այդ դուք ձեր մասին եք խոսում։ Գագիկ Խաչատրյանը ընդհանրապես տեսեք հենց ինչ պատմություն է։ Յուկոմ ընկերություն կա, չէ՞։ Այդ Յուկոմ ընկերությունը հիմնադրվել է ու պետեկամուտների կոմիտեն հանկարծ սկսել է հրաժարվել Արմենթելի ծառայություններից հեռախոսային ու սկսել է Յուկոմ քաշել։ Գագիկ Խաչատրյանին ասում են, ես ինչ պատմություն է, ասում է, ես ինչ կապ ունեմ, այդ պայմանագրերը պետեկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարն է կնքում։ Ինքը պետեկամուտների կոմիտեի նախագահն է, բայց տեղյակ չի։ Իսկ Յուկոմ ընկերությունը պատկանում է Գագիկ Խաչատրյանին, լավ ինքը ասում է Գագին չի պատկանում, հոր եղբորս որդուն է պատկանում։
մի ուրիշ ընկերություն, որ գրանցված է իր տան հասցեով, ինչով է զբաղված այդ ընկերությունը, միլիոնավոր դոլարների շահույթ է ստանում, ՀԴՄ մեքենաների ժապավեններ վաճառելով, այն որ ՀԴՄ-ն վրան խփում են։ Մարդը զբաղված է թուղթ ներմուծելով, ասում է ես կապ չունեմ։ Տղես է, այն մյուս տղես է, հորոխբորս տղեն է։ Ու այս ֆոնին Հովիկ Աբրահամյանն ինձ ասում է, հա, դուք դաժե ընտանիք չեք պահում։ Մա ճիշտ եք ասում, պարոն Աբրահամյան։ Հələ 3 տարի ու կես մոռացաք ասեք, որ ես ընդհատակում ու բանտում էի։ Իմ ընտանիքն էր ինձ պահում։ Բա ընտանիք պահողը դուք եք, իհարկե դուք եք։ Այն մարդ պետք է ձեր նման ընտանիք պահի, որ իրանց շրջապատի մարդիկ կամ միլպետ լնեն, կամ դատախազ լնեն, կամ միլիոնատեր լնեն, կամ դեպուտատ լնեն, կամ քաղաքապետ լնեն։ Գագիկ Խաչատրյանի նման պետք է մարդ ընտանիք պահի։ Ասում է յուքոմը քոնն, ասում է չի, հորոխբորոս տղունն է։ Ասում են բանը ապերոնը քոնն է, ասում է չէ տղունս է։ Ասում են այս ինչը քոնն է, ասում է չէ հորոխբորոս տղունն է։ Այսինքն ամբողջ երկիրը ձերն է, ընտանիք եք պահում ու ձեր պահած ընտանիքների ֆոնին է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 200,000 ընտանիք աղքատ է։ Հացին կակա է ասում, այդ դուք ձեր տենց ընտանիքները պահեք։ Մի հատ կարգի հրավիրեք, հա։ Ստե բազար չի արա։ Պարոն Փաշինյան, ձեզ կարգի հրավիրեմ, թե պատգամավորին։ Խնդրում եմ, կներեք ինձ համար 200,000 ընտանիք ավելի կարևոր է, քան 3 հատ կոռուպցիոների ընտանիք։ Խնդրում եմ չխանգարել։ Ուրեմն խնդիրը հետևյալն է։ Այստեղ ուրեմն կառավարությունը իր ծրագրում գրում է, որ պետքա ազգային բրենդի ծրագիր մշակի, գտնի ռազմավարություն մշակի, ոչ մի բան գտնելու կարիք չկա։ Այս կառավարությունը, որ կա, Հայաստանի ազգային բրենդը հայտնի է։ Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ, այդ կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք։ Հետո այստեղ նույնիսկ մեր ընդդիմադիր գործընկերները ասում են, վայ, կառավարություն ջան, ձեզ հաջողություն ենք մաղթում, ձեզ լավագույններն ենք մաղթում, ձեր ծրագիրը։ Ես գիտեք, անկեղծ ասած պետք է լավ մտածել, sense բան արժի ասել, թե ոչ։ Որովհետև երբ որ այս կառավարության ծրագիր ուշադիր կարդում ես, երբեմն տպավորությունա թե իրենց բիզնես պլաններն են գրած։ Այնտեղ կոնկրետ օրինակ բերեմ։ Ասում են, մենք ընդամենը մի ամիս առաջ Արտեզյան դաշտի արտեզյան ավազանի հարցն ենք լուծում, որ այդ ձկնաբուծությունը արտեզյան ավազանը ոչնչացրել է։ Մի կառավարությունը ծրագրում գրել է, որ ձկի արտահանումը պետք է ավելացնենք։ Այս արտեզյան դաշտի պատմությունն էլ կօգտագործեն, այն մի մանր մուդր ձկնարդյունաբերողներ կան, նրանց էլ արանքից կհանեն ու ամբողջը կդարձնեն 3 ընտանիքների սեփականությունը ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունից ու դրանով ամեն ինչ պատմությունը կավարտի։ Այո, ձկի արդյունաբերությունը դրանով կավելացնեն։ Հիմա երկրորդը, հիմա Հովիկ Աբրահամյանին ասում ենք, բա ոնց է այդ միլիոններն աշխատել, ասում է բանա, ասում է դե հող եմ մշակել։ Պարոն Աբրահամյան, հա, այդ ընթացքում համ հող եք մշակել, համ պետական բարձրաստիճան պաշտոնյա եք եղել։ Եկեք նայենք որպես պաշտոնյա ինչ արդյունք ունենք կրախի առաջ կանգնած երկիր 32.5% աղքատություն եւ ունենք իդեմս ձեր շատ մեծ շահույթներ գյուղատնտեսությունից։ Հիմա փաստը, եթե փաստերը համադրում ենք, ստացվում է, որ ձեր մոտ պետություն կառավարելը չի ստացվում, պամիդորաճեցնելն է լավ ստացվում։ Գուցե միանգամից դրանով զբաղվեք, հա։ Հիմա ես վերջում ուզում եմ անդրադառնալ նաեւ պարոն Գալուստ Սահակյանին։ Եթե ուշադիր էիք իմ հարց ու պատասխանի ժամանակ, պարոն Սահակյանն իրեն թույլ տվեց իմ ասածների հասցեին օգտագործել չարաճճիություն արտահայտությունը։ Պարոն Սահակյան, լսում եք, չէ՞։ Եթե դուք ազգային ժողովի նախագահությունում թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում եւ կապում իրար, դա սա չի նշանակում, որ ազգային ժողովը պետքա շփոթեք մանկապարտեզի հետ։ Եթե դուք կշարունակեք ձեզ այդպես պահել, մենք էլ կպահենք համարժեք, որովհետև որոշ պսևդո դաստիարակների դասեր տալու հավատացեք հարուստ փորձ ունենք։ Շնորհակալություն ուշադրության համար։